Հիմա առաջինը ինչ ասում են, որը մենք առանձնացրել ենք, Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի խոսույթը համընկնում են։ Զավեշտ է, չէ՞ դա լսել մարդկանցից, ովքեր Ադրբեջանի պոզիտիվ խոսույթի համար ծախել են, ծախում են եւ շարունակում են ծախել մեր հայրենիքը։ Այսինքն Ադրբեջանի կողմից մի հատ ճկլած չինովնիկի գովասանքին արժանանալու խաթր Նիկոլ Փաշինյանը եւ յուր ուսապարկերը այս ընթացքում բազմաթիվ ապազգային քայլերի եւ դիճումների են դիմել եւ հիմա մեղադրում են դրանում մարդկանց, իդեպ ոչ միայն մեզ ոնց որ եւ երկրորդ նախագահին են, հա, այդ նույն մեղադրանքը զավեշտ է դա, որովհետեւ պատասխանեք բանին, այդ Բայրամովի պատասխանը այսօր, Բայրամովին տված Նիկոլի պատասխանը էլի հերթական զավեշտներ, հա։ Ասում եմ Բայրամովը պատմում է բաներից, որոնց ժամանակ ինքը դաժե նախարար չի եղել։ Բա դու այդ դեպքում ոնց ես խոսում Լիսաբոնից, Կազանից, բանից, դու այդ ժամանակ вообще ոչ մի բան էիր, էլի։ Այսինքն այդ մեջ բերված արգումենտը, որ ինքը չի պատասխանել Բայրամովին, կարակ Բայրամովին պատասխանել։ Ես այն օրը միտեղ ասել եմ, ամենալավ պատասխանը այս ամեն ինչին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն է, որ տվել է Պետրոս Ղազարյանին եւ որ պետք է հեռարձակվի սեպտեմբերի 27-ին 2020 թվականին հրապարակեք էդի հրապարակեք դա այսինքն եթե դու արել ես այնպիսի հիմարություններ այս ընթացքում որոնք որ այո թույլ են տվել Ադրբեջանին ունենալ ինչպես նախագահ ասեց կազուսպելի սինթեզել իսկ դա մենք չենք ասում եթե դու քո կեցվածքը որպես բանակցող ճիշտ ես քեզ պահել գժի տեղ չես դրել, չես տորպեդահարել այդ բանակցությունները, չես ասել մադրիդյան սկզբունքները դուք պետք է գաք ինձ բացատրեք, ես տենամ այդ ինչ է, նոր մի հատ կհասկանանք մենք դրան համաձայնենք թե չէ, երեք գերտերությանը էշի տեղ չես դրել, եթե դու այդ սաղ ճիշտ է եղել, բա ինչու Մինսկի խմբի համանախագահ երկրները եւ գերտերությունները առասարակ այդ պատերազմի մեկնարկի ժամանակ միանշանակ եւ կտրուկ քայլեր չեն ձեռնարկել ադրբեջանական ագրեսիան զսպելու համար դա հնարավոր է չէ անել դու ես քեզ դրել այդ Վիթիկ Դանայի տեղը երբ որ խոսել ես հիմա են իրանք չէ ջնջում իրանք խոսույթը սկսում են ասել վատ բանակ եք մեզ թողել ջարդոներ տո եսին ինչ էր դաժե հաղթելով կարգախոս իրանք հորինած հիմա արդեն սկսում են թռնել դրանից այդ բարձը չխի են անում այսինքն իրանք շեղում են ուշադրություն շեղում են դիսկուրս այդ մարդով որ դա մեյդանա բերե այդ խոսակցություն պատահական չի բերում չէ իրանց չի դզում այս թեման որ հիմա քննարկվում է Լեռնային Ղարաբաղի բանակցություններ իրանց թվում էր վсё պրծավ սաղ մոռացվեց լավագույն դեպքում բոլորը մեղավոր են թեզի տակ այդ սխացրին գնաց քաղաքականությամբ չենք զբաղվում սուտի մասային կերծրին մնացածով կմնա տես մի քանի փորձագետ բանում չէ Սերժ Սարգսյանը շարախկացրեց թեման հետ Նիկոլ Փաշինյանին վերադարձրեց մեղադրյալի աթոռես այո Նիկոլ Փաշինյանը այս 5 օր ինձ Սերժը խոսել է մեղադրյալի աթոռում է կներեք նախագահին դիմելով Սերժ դա բրենդ է այս պարագայում ոչ թե ֆամիլիարության նշան է մենք հաճախակի դա ասում ենք որովհետև դա ֆամիլիարություն չի բրենդ է տոտալ բրենդ է 100% եւ այս ընթացքում են ինչի մասին իրանք խոսում են տոտալ զավեշտ է տոտալ այսինքն երբ որ Նիկոլն ու ադրբեջանցիները մեզ անվանում են ռևանշիստական ուժերի վերադարձ պետք է կանխել վրեժխնդրությունը Վաշինգտոնյան խոսույթը նույնը չի դա խոսույթը նույնը չի հենց որ բոլոր կողմերից ադրբեջանցիք պարզա չէ դա խի են անում այսինքն իրանց համար իրանք հաղթել են եւ այդ հաղթանակը կապիտալիզացնելու մի 10 հատ էլ ավել լեգենդ կարող են հորինել բա պատասխանի իրանց ինքը տենցալ չի պատասխանել 18 թվականին այն մեղադրանքը որ իդեպ Սերժ Սարգսյանն էր ասել ստեղ միջև Բայրամովի այդ հայտնի դառնալ ասել էր 18-ին Դուշանբեում չկրակելու դիմաց նա զիջել է մեր դիրքերը ավելին ասեմ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հայտնի բան է չէ դա հայտնի բան է այսինքն որով ըստ էության սահման էր դրվում սահմանը հստակ է Արցախը սահման էր Ադրբեջանի անգամ սահմանը չգիտես Նարեկ այստեղ իմ համար կարևորը նա էր եւ կարծում եմ ավելի կարևոր ընդհանուր տեսակետից որ դրվում էր ոնց է այսօր ֆուտբոլային բաներում վառ էր դրվում ով որ խախտում է անում
միջազգային դիտորդները Մինսկի խումբը ստանում է մանդատ ոչ միայն բանակցելու, այլ որոշելու ով է մեղավորը։ Եվ դեղին ու կարմիր քարտերի մեխանիզմերը։ Իդեպ ինչ է այդ երեք սկզբունքների մեջ էր։ Միտնում ուժի կիրառման եւ ուժի կիրառման բացառման։ Այսինքն ինքը փաստացի ստանում էր հնարավորություն նայելու։ Չի, մարդ ով որ ասում է ես Ալիևից եմ իմացել բանակցությունների մասին, իրանից եմ տեղեկացրել, մեծ փորձում է տենց մեղադրանք ուղղել։ Մարդ ով ասում է ես ու Ալիևը պայմանավորվել ենք որ բանակցություններում պետք է իրար նկատմամբ թակարդներ, որոգայթներ չստեղծենք, այդ սաղ 18-19-ի բաներ եմ հիշեցնում, էլի։ Մարդ ով որ ասում է Ալիևը ինձ ասում է, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանություններ չեն եղել, դա էլ է միջև պատերազմը, այսինքն հիմա դու եկել ես ում մոտ ինչ ես խոսում։ Ինչ խոսույթի նույնականացում ես անում են։ Եթե Բայրամովը խոսում է թեմաներից, որից պետք է տեղյակ չլինի, որտեվ այդ վաղ կրթության փոխնախարար է եղել, այդ գիտեմ, որովհետեւ ես եմ Բաքվում իրան հրապարակավ գիրք տվել։ Որ նախարարն էր այդ ժամանակ։ Ես չէ արտաքին հարաբերությունների հանրաժողովի նախագահ է, եկել էր ինքը եվրոպական մի հատ կոնֆերանսի Բաքվում, ելույթ էր ունենում որպես կրթության փոխնախարար, իսկ ես այստեղից նախապես վերցրել եմ Անժելա Էլիբեգովայի եւ Արմինեի Արմեն Ադիբեկյան Արմենոֆոբիայի գիրքը, Արմենոֆոբիան ադրբեջանական կրթական եւ հրապարակավ սաղ եվրոպացիների մոտ կարճ ելույթով վերցրեցի գիրքը ցույց տվեցի, ասի սա ձեզ եմ նվիրում, պարոն փոխնախարար, զբաղվեք ձեր կրթական ծրագրի բովանդակությամբ հայատյացություն եք քարոզում փաստացի նյութերով։ Էսա խեմ ասում, այսինքն այս մեղադրանքը նիկոլություն է եւ մանիպուլյացիա եւ կեղծիք է եւ սեփական մեղքը ուրիշի վրա բարթելու բանը։